գնա դե, ինչ է։ Ասա թող ձենը կտրի, հա։ Լավ, Գուգո, վերջացրու, բայ։ Էլ ես գալու։ Որ գաս ինձ անպայման ասա, ես սպասել եմ դուրսը քեզ, ծաղի կվերցեմ, կսպասեմ քո գալու։ Գուգո, դե լավ, վերջացրու, գնացինք լավ։ Հաջողություն, Մարինե ջան, էլի կգաս, ես քեզ սպասել եմ անամպեր։ Ու էլի ակալու։ Տենաս լուրջ հավատում է, որ սպասել եմ իրան ծաղիկով բանով, պահատ ծաղիկ սկի, մենակ անային եմ ծաղիկ տալիս, իրան խիմ տալ, գիժ եմ ինչ եմ։ Հիմա արդեն հասկանում եմ ինձ ողաբաց թողել, բայց մենթերը ինձանից ձեր չեն քաշում։ Երևի մտածում եմ վերևից մեկը զանգել է ինձ համար։ Համ լավա համ վատ, որ չգիտեն ով եմ։ Ու քեզ թվում է, որ ամեն ինչ անցավ ու գնաց, հա։ Այսինքն։ Լսի, քեզ միամիտի տեղ մի դիր։ Եթե քեզ թվում է, որ լավ ծանոթներ ես գտել, որ վերևներից խոսացել են քո համար, մի բան լավ իմացիր։ Ես քո համար Մանուկյանը չեմ, որ մի երկու անգամ գամ ձեր տուն ու գործը վերջացնեմ։ Ես մինչև վերջ եմ գնալու, մինչև վերջ։ Այդ մի բանը դու լավ իմացիր։ Բայց ես չեմ հասկանում ինչի մասն է խոսքը։ Լսի, ազատ ես, կարող ես գնալ։ Ես Հրեշտակի դեմք մի ընդունի, ասում եմ կարող ես գնալ։ Հովսեփյան, արի ես լրբին հավաքի տար ստեից, շուտ արա, գնա վեշերդ վեկալ ու ռադեղ ես ստեից։ Մամ, այս սրճում ես։ Բարևիկ, բայց մի բան խնդրեմ, էլի։ Քո ձեռի դրած սուրճից եմ ուզում խմեմ։ Ես սառը, որ սարքում ես եկաթով։ Հա, ճիշտ է, ես եմ ուզում։ Հեսա գնամ սարքեմ։ Մամ, ընկերությունում ինչ կար։ ոչ մի բան, մամ, ամեն ինչ նորմալ էր, պապան այնքան գործ ուներ անելու։ Չեմ կասկածում։ Մամ, գիտես ում եմ տեսել այսօր, Աննային։ Հա, այնքան լավ էր աշխատում, պապան շատ էր գովում։ Ասում էր, որ սեպտեմբերից արդեն պետք է գա աշխատի։ Դե լավ է։ Գիտես, շատ էի կարոտել Աննային։ Այս պապայի հետ պետք է աշխատի, հա։ Հա, մամ, պետք է աշխատի։ Ալլան էլ պետք է գա, ասում է։ Ալան ինչ։ Ես իմ մամ այդպես լավ չհասկացա, Աննան ասում էր, որ պապան ինչ-որ ծրագրեր ունի, անօթևան երեխեքի հետ է կապված։ Հա, գիտեմ։ Ասում էր, որ Ալայինն է առաջարկել, որ աշխատի։ Ու ինչ։ Դեռ մամ, մենակ Աննան գիտի, Ալան էլ դեռ չգիտի։ Աննան ասում է, եթե երեխաների հետ է կապված, մաման անպայման կաշխատի։ Աննան ու Ալան անընդհատ Տիգրանի կողքին են լինելու։ Մամ, մատ քեզ ճիշտ բան ասեմ։ Ասա։ Ես ինձ կուզեի Ալան մեր տանն աշխատեր։ Նարեկ, ես պետք է գնամ։ Հաջող, մամ։ Ան։ Տիգրան, Ինչ։ գիտեի, որ եկած կլինես։ Հա։
Հա, իջնում էի ու տենց էլ մտածեցի, որ այստեղ ես արդեն։ Պաստորեն մտածում էիր իմ մասին։ Ինչ։ Ասում եմ մտածում էիր իմ մասին։ Եթե ուզում ես, ես ամեն օր կգամ քո հետևից։ Որ ինձ տուն ուղեկցես։ Որ տեսնեմ քեզ։ Ես չեմ կարող տունը հանգիստ նստեմ, երբ գիտեմ, որ դու ստեղ ես։ Բայց դու գիտես, ես ժամը քանիսին եմ ավարտում։ Գիտեմ, բայց շուտ եմ գալի։ Շտապում ես։ Ինչի։ Այստեղ մի հատ այգի կա, գնանք ման գանք քիչ։ Արի։ Ինչ։ Ինչ ես զարմանում։ Որովհետև առաջին անգամը, որ դու միանգամից համաձայնվում ես, ոչ մի պատճառ չես գտնում չգալու համար։ Լավ, արի քանից տա գնանք, քանի չես փոշմանել, համե պաղպաղակ կուտենք։ Հա, ճիշտ է, շատ շոկ է։ Ճիշտ է, գնացինք։ Ստեղ դերեք պայուսակը մաշ։ Այնքան ուրախ եմ վալես, որ եկար, տունս մի անգամից լծվեց։ Հիմա այս տունը այնքան ուրիշ է։ Ինչ սարքեմ ուտես։ Ոչ մի բան։ Ինչի։ Ուզում ես արի դուրս գանք դրսում ունենք։ Լավ տեղ գիտեմ, Մարիա, շամել կծրվես, բալես մի քիչ։ Չէ։ Մարիաննա, Մամ, ես ուզում եմ լուրջ խոսենք։ էլ ինչ խոսենք, խոսել ենք էլի։ Չէ, մամ, այս անգամ ուրիշ բանի մասին։ Ինչի մասին։ Մամ, ինչքան էլ որ դժվար է, բայց ես գիտակցում եմ, որ պապան դժվար շոտ գա։ Գիտեմ։ Հա, ես հաստատ համոզված եմ, որ պապան կգա, բայց եթե ամեն ինչ այդքան բարդ է, նշանակում է երկար կտևի։ Իսկ մենք պետք է մի քիչ ինքնուրույն դառնանք։ Ու սկսենք մեր մասին մտածել։ Ինչ ա եղել փողի մասին ես մտածում։ Հա, մամ, հենց փողի մասին։ Սակում փող ա տվել, բալես։ Հեսա, որ ժամանակ կապրենք, նորմալ։ Մամ, ինչքան պետք է սակում փող տա, մինչև երբ։ Ինչ ես առաջարկում, Մարիշ։ Ինչ անեմ, բա։ Մամ, հենց դրա մասին էլ ուզում եմ խոսենք։ Բալես տեղ բավականին շատ է։ Ես ուզում եմ խոսենք։ Ու շատ լուրջ։ Ու դու պետք է ինձ մինչև վերջ լսես։ Լավ։ Ասա տեսնեմ ինչ է եղել։ Ինչա կատարվում։ Նորից նույն բանը։ Էլի նույնը։ Իմ անցյալը ոչ մի րոպե ինձ հանգիստ չի թողնում։ Ես ազատվում եմ նրանից, բայց այն ինձ ավելի շատ է հետապնդում։ Ալ ушла из нашего дома, իսկ հիմա եւ Աննան եւ Ալան անընդհատ Տիգրանի շրջապատում են։ Я должна что-то делать. Ընտրեմ ծանոթացեք, պարոն Գնունու Տիկինն է, Աննա։ Շատ ուրախ եմ։ Պարոն Ավագյանը Հայաստանի առաջատար բանկերից մեկի կառավարիչն է։ Միջայլոց առաջին հայկական բանկը, որ համաձայնվել է մեզ հետ մասնակցել այն ծրագրին, որը մենք ներկայացնում ենք ամերիկացիներին։ Շատ ուրախ եմ։ Նմանապես։ Իմիջայլոց ինձ ձեր աղջիկը ձեզ շատ նման է։
Արի նստենք, հա։ Նստենք։ Բայց ավելի լավ չի սրճարանում նստենք։ Չէ, ինչի։ Ես եմ ընդեղ ավելի լավ, էլի։ Չէ, ինձ այստեղ ավելի ա դուր գալիս։ Պաղպաղակ ուտես։ Կարելի է։ Դե սպասի գնամ բերեմ գա։ Ամեն անգամ ես քեզ ասում եմ դպրոցում նորից դու անում ես։ Չես ամաչում դու, հա? Հա, Աննա։ Ինչ, ոչ մի բան ինձ մի ասա։ Ես շատ զայրացած եմ քո վրա։ Բայց ինչ եմ արել։ Դու շատ լավ գիտես ինչ ես արել։ 1000 անգամ ես քեզ խնդրել եմ, որ դու կռիվ չանես, բայց դու ինչ չես լսում։ Ես արդեն ամաչում եմ։ Բայց ես մեղավոր չէի։ Աննա, ամեն անգամ նույն բանն եմ լսում։ Ես մեղավոր չեմ։ Աղջիկ ես, չէ՞։ Թե մոռանում ես։ Չեմ մոռանում։ Բաղջկան ասում ա, որ դպրոցի միջանցքում կռիվ անի, հա։ Դու քեզ շատ վատ ես պահում, Աննա։ Ես էլ քեզ մեծ երեխու տեղ եմ դրել։ Խոսում եմ, բացատրում եմ, բայց դու ինչ չես լսում։ Երևի պիտի պատժեմ, որ նոր հասկանաս, չէ՞։ Աննա! Աննա, կանգնի։ Ինչ եղավ, Աննա։ Ես էլ չեմ գնալու դպրոց։ Ես քեզ նկատողություն եմ անում, որ դու նեղանաս, հա։ Ասում եմ մեղավոր չեմ, էլի չես հավատում։ Բա ինչ ես կռիվ անում, հա, բալես։ Թող չասեն, որ իմ պապան մահացել է։ Ով։ Թող չասեն, իմ պապան չի մահացել, եղավ, էլի եմ անելու կռիվ։ Հենց ասեն, որ պապաս մահացել է, էլի եմ կռիվ անելու։ Ես էլ չեմ գնալու այդ դպրոցը։ Դու չես հավատում ինձ։ Չես լսում։ Մենակ ջղայնանում ես։ Հնարավոր չի, որ ինձ լսես, մամ։ Դու է չես հասկանում։ Իմ պապան չի մահացել, եղավ։ Նվար ջան, դու ես արի առաջ։ Ես Աննայիս համար ուտելու բան եմ պատրաստում։ Ինչ ես եմ ուզում։ Ո՞վ է։ Լիլիան։ Ո՞վ։ Լիլիան։ Նվար դասատունը չեմ։ Լավ դուր։ Ալո։ Ալո, բարև։ Բարև։ Լիլանա։ Հա, իմացա։ Աղա։ Ես մենք կարող ենք հանդիպել։ Ինչ։ Որտեղ կարող ենք հանդիպել։ Մենք պետքա խոսենք։